Ընտրապայքար մտած ընդդիմադիր առանցքային ուժերից Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքն է հրապարակավ քննադատում թրիփ նախագիծը, որ ամերիկյան հովանու ներքո Հայաստանի տարածքով ապահովելու է Ադրբեջանի մի մասի կապը Նախիջևանի հետ։ Միացյալ Նահանգները այսօր պատերազմական վիճակում է գտնվում Իրանի հետ։ Ոնց եք պատկերացնում հայ-իրանական սահմանը հանձնել ամերիկյան ընկերությանը։ Դա նորմալ է համարվում։ Իրանը դա ոնց կընդունի։ Ձեզ մի պահ դրեք Պարսկաստանի տեղ։ Ռոբերտ Քոչարյանին չեն համոզել Երևանի հավաստիացումները, թե Իրանի հետ խնդիրներ չեն լինի։ Նա հիշեցնում է Թեհրանից երբեմն հնչող մտահոգությունները, առաջարկելով դրանք փարատելու իր բանաձևը, ներգրավել Ռուսաստանին։ Պետք է անպայման պրոյեկտի մեջ ներգրավել պետություններ, որոնց նկատմամբ Պարսկաստանը ունի դրական վերաբերմունք։ Այդ դեպքում այդ բանը կհանվի կամ ուղղակի կառուցել այդ ճանապարհը եւ ասել, որ մենք ինքներս Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունը Նախիջևանը կապել Ադրբեջանի մյուս հատվածի հետ մենք ստեղծում ենք, խնդրեմ օգտվեք։ Քոչարյանը, որ Թրամփի ուղին որակել է Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքը, նախընտրական ծրագրում գրել է, թե տարածաշրջանային ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, գլխավոր առաջնահերթություն դիտարկելով Աբխազիայով անցնող երկաթուղային կապի վերականգնումը։ Աբխազիան Ռուսաստանի ռազմական միջամտությամբ ինքն իրեն հռչակել է պետություն, Վրաստանն այն օկուպացված տարածք է համարում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը թրիփից չի հրաժարվելու, բայց վերանայել դիտարկում են։ Մենք ոչ մի բան չենք սկսելու զրոյական կետից։ Մենք նայելու ենք, ուսումնասիրելու ենք։ Եթե մեր պետությունը օգտվում է, նույնիսկ Փաշինյանը ստորագրել այդ փաստաթուղթը, մենք շարունակելու ենք դա։ Իսկ եթե վնասվում է, ով ուզում է ստորագրած լինի, մենք վերաբանակցելու ենք։ Գործարարի եղբորորդին վարչապետի փաստացի թեկնածու Նարեկ Կարապետյանը որոշչակերտներ բացում է, ամերիկացիներին դեմ չեն։ Ձեռք բերում է, որովհետև աշխարհի ամենամեծ երկիրը, մեր բարեկամ երկիր, որտեղ 100,000-ավոր, միլիոնավոր հայեր են ապրում, մաս է կազմել ձևաչափին, բայց հիմա որպես վկա։ Մեզ պետք է, որ հասնենք նրան, որ ձևաչափի մեջ նա որպես երաշխավոր լինի։ Հարևան երկրի մենք չենք վստահում։ Նույնն էլ տարածաշրջանային այլ երկրները, եթե ցանկություն ունենան Հայաստանի, իսկ ես տեսնում եմ եւ նախապես նաեւ ինչ որ առումով պատկերացնում եմ, գիտեմ, այսպես ասած, որ մեր սահմանային երկրներ կան, որոնք պատրաստ են լինել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավոր։ Նարեկ Կարապետյանը նկատի ունի օրինակ Իրանը, Ռուսաստանը, բայց թե ինչպես բարիկադների տարբեր կողմերում հայտնված Վաշինգտոնը, Թեհրանն ու Մոսկվան պիտի Թրամփի ուղի գործարկեն, ասում է լավ բանակցողից է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ թրիփին դեմ չէ, սակայն նա եւս վերապահումներ ունի։ Խիչ ունա, դա օգուտ է, բայց պետք է ճիշտ բան, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բացա, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդտեղ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր ցեղան շուրջ։ Ամերիկյան հռչակագրում մինչդեռ ճիշտ հակառակը հայկական կողմին են վերապահված մաքսային եւ անվտանգության իրավունքները։ Այլ հարց, որ Երևանը դա գուցե պատվիրակի միջնորդի ֆրոնտ օֆիսի։ Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագրում Թրամփի ուղու մասին հիշատակում չկա, սակայն շեշտվում է, որ տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտում Հայաստանի հիմնական դաշնակիցները պետք է լինեն Ռուսաստանը եւ Իրանը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսում էլ ծրագրում են թրիփն ընդլայնել, նախագիծ հրավիրելով BRICS կազմակերպության անդամներ՝ Չինաստանին, Ռուսաստանին։ Հասկանում ենք, որ Սյունիքը շատ լուրջ տրանզիտային ակտիվ է, որպես տարածք գերտերությունների համար, որի համար պայքարում են այդ գերտերությունները, մենք պետք է գտնենք այդ շահերի ներդաշնակեցման սխեմա, դա TRIP plus BRICS ծրագիրն է։ Իշխանությունները մինչդեռ անիրատեսական են համարում այս օրինակ առաջարկները, պնդելով, որ միայն ամերիկյան միջնորդությամբ TRIP-ը կյանքի կկոչվի, չվնասելով Ռուսաստանի եւ Իրանի շահերը։